Երևանի քաղաքապետարան նավականու որոշմամբ 12 նոր հաստիք կավելացնի փոշեկուլ մեքենաների վարորդների համար։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում։ Նշվել է, որ ներկայում ջրցան մեքենաների վարորդներն անցնում են ուսուցում նոր մեքենաները շահագործելու համար։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով հաստիկների կարիք կա։ Նախատեսում ենք մոտ ապրիլի 5-ից 7-ի կողմերը արդեն աշխատանքներ իրականացնեն։ Բայց եթե չեմ սխալվում, մենք այդտեղ մի հատ հարց ունենք, հավաքանիով պետք է հաստիկացուցակի 12 ավելացում անենք, ճիշտ է 12 հաստիկի ավելացում, որպեսզի տվյալ աշխատակիցները այդ հատուկ տեխնիկան սպասարկեն, այսինքն մեր հավաքանու նիստից առաջ մենք չենք կարող այդ մարդկանց գործի ընդունել, քանի որ հաստիկ չենք ունենա։ Այս պահին որոշակի մենք մեր ջրցանների վարորդներին ենք սովորեցնում, բայց այո, հաստիկների կարիք ունենք, հակառակ դեպքում չենք կարող աշխատացնել։ Հաջորդ թիվ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրվել է 2.322.673 վավերացում, որից տրոլեյբուսներում 83.715, մետրոպոլիտենում 487.609 եւ ավտոբուսներում 1.751.351 վավերացում։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ նշել է, որ փետրվարի երկրորդ կեսից Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ։ Մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել է սանիտարական էտի եւ ձևավորման աշխատանքները, իրականացվում են ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների, իրականացվում են ավտոբուսային երթուղիների խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էտի աշխատանքներ, ինչպես նաեւ ներառված են թվով 300 բակեր, որոնք արդեն բնակիչների դիմումների հիման վրա խոստացված են բնակիչներին, 19 այգիներ եւ 18 ուրեմն փողոցներ եւ պողոտաներ։ Ըստ Արմեն Բեգոյանի էտի աշխատանքները մարտի 10-ից ապրիլի 10-ն են նախատեսված, սակայն հաշվի առնելով եղանակի կտրուկ տաքացումը, հնարավոր է էտի աշխատանքները Երևանի հարավային մասում ավարտվեն ապրիլի 1-ին։ Այս աշխատանքներին զուգահեռ մարտի 20-ից Թումանյան փողոցում սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր եւ հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները։ Փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, այս հատվածում, այս երկրորդ հատվածում փորձել ենք պահպանել թվով 30 քիչ թե շատ այսպես վտանգավորության աստիճան չունեցող 30 թեղի տեսակի ծառատեսակներ, որը ըստ մասնագետների չունեն այս պահին տապալման վտանգ, ուստի փորձել ենք դրանք պահպանել, արդյունքում քիմիական վերգետնյա եւ ստորգետնյա աշխատանքների արդյունքում կնայենք հնարավոր կլինի հետագայում դրանք երկար ժամկետով պահել, թե դրանք փոխարինվեն հաջորդի 1-2 տարվա ընթացքում։ Արդյունքում հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի ծառատեսակ եւ լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ։ Արդյունքում Թումանյան փողոցի երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։